2026-ի ընտրությունները կարելի ասել 1 տարուց քիչ ժամանակ է մնացել, բոլորդ կհամոզվեք այդ հարցում, թե ինչ աջակցություն ունի իշխանությունը ներկայիս գործող եւ ինչ աջակցություն ունեն այդ նոր ձևավորվող ուժերը։ Ով ֆեյքերի ֆաբրիկայի ղեկավար կոչվող Տարոն Չախոյանը իշխանության աջակցության չափը լավ գիտի, բայց քչերը գիտեն, թե որքան է աջակցում Փաշինյանն անձամբ Չախոյանին իմ, ձեր, մեր բոլորի հաշվին։ Վարչապետի աշխատակազմը ամեն տարի միլիոններ է փոխանցում ֆեյքերի պոակին, հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոնին։ Տնօրենը փաստաթղթերով Գործ Արուկյանն է, բայց կենտրոնի աշխատանքները ըստ մամուլի հրապարակումների համակարգում է հենց կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալը Տարոն Չախոյանը։ Ինչպես եւ ամբողջ պետական համակարգը, մեր կառույցը եւս վերջին տարիներին ճգնաժամերի եւ ցնցումների միջով է անցել։ Ցնցվել ենք նաեւ մենք, երբ պարզել ենք, որ բյուջեի հաշվին վարչապետի աշխատակազմը նրանց վճարել է 2 միլիարդ 558 միլիոն 408 հազար 600 դրամ, 6.6 միլիոն դոլար։ Միայն այս տարի հայերեն, ռուսերեն, թուրքերեն լեզուներով կայքեր վարելու, լրատվամիջոցներին հետևելու, սոցիալական ցանցերում նյութեր տեղադրելու եւ նմանատիպ գործերի համար բյուջեից հատկացրել են 728 միլիոն 187 հազար 600 դրամ, մեկ այլ պայմանագրով 16.5 միլիոն դրամ։ Հիշեցնենք, Հայաստանում նվազագույն կենսաթոշակը 36 հազար դրամ է, շուրջ 500 հազար քաղաքացի ստանում է միջինը 49 հազար դրամ թոշակ։ Փարոսը գլխիդ կապնի, թոշակն է գլխիդ կապնի, այն ասու ցավն է գլխիդ կապնի։ Թոշակները բարձրացնելու փող չկա, ֆեյքերի համար կա։ Այդ գումարով տրանսպորտի ուղևորը կարող էին չթանկացնել։ 100-ից ավել ոչ մեկը տոչ չվճարի։ Թոշակս ավելացրել ա որ 60 տարի աշխատել եմ, ինչ են արել որ մի կոպեկ ավելացնեին կացեյա։ Հիմա հասկանանք, թե ում ունեցվածքն են ավելացրել եւ ինչու։ Թույլ տվեք։ Տարոն Չախոյանը կառավարությունից ստանում է 1 միլիոն 300 հազար դրամ աշխատաբարձ, տարեկան 16 միլիոն։ Իր հայտարարագրից պարզ է դառնում, որ 2019-ին նա ձեռք է բերել 2011 թվականի արտադրության Mercedes, մինչ այդ ուներ միայն բնակարան Դավթաշենում։ 2023-ին նա 13 միլիոն դրամով գնել է ավելի թարմ 2017 թվականի արտադրության Mercedes։ 2024-ին արդեն հայտարարագրել է 10 միլիոն դրամ ավանդ, իսկ հաշվին ու գրպանում 12.8 միլիոն դրամ։ Հիմա հասկանանք, թե ինչի դիմաց են նրան վճարել եւ որտեղ է թաղված շանգլուխը։ Կառավարության այս պաշտոնյան իր հետ փոխկապակցված կայքերի միջոցով տեղեկատվական դաշտ է նետում իշխանահաճո կերակուրը։ Ինֆոկոմը հրապարակել էր, թե ինչ շղթայով ու ոնց են ազդում հանրության վրա։ Մազերս չես սպիտակում, բայց կյանքս գնաց։ ԱԱԾ, ՊՊՑ, քաղաքավիացիայի վարչություն, ազգային ժողովի աշխատակազմ, էլ չգիտեմ, մնաց բախտ բացողին դիմեմ, ասեմ, լավ ոնց է այդ տեսանյութերը հայտնվում։ Քարը լռություն։ Պատճառը գիտեմ, գիտեք այդ բոլորը որտեղ է հայտնվում։ Մեդիա նյուզ կայք, ծանոթ է բոլորին։ Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյան։ Ուզում եմ մեր քաղաքացիները պատկերացնեն, էլ ինչի մասին է խոսքը։ Տարոն Չախոյանի հետ փոխկապակցված կայքը հիշատակեցիք, որը հրապարակել է օրինակ քաղաքական գործչի, ընդդիմադիր առաջնորդներից մեկի ընտանիքի անդամներով լուսանկարը Զվարթնոց օդանավակայանից, որտեղ հրապարակվել է մյուս ընդդիմադիր գործչի լուսանկարը օրինակ Լողավազանից։ Հիմա երբ բոլոր տեղերը տեսախցիկներ են տեղադրված եւ իրենք փաստացի հասանելիություն են ամեն ինչի, դուք տեսեք էլի ինչ մեթոդների են դիմում, տեսեք համաձայն եք դրա հետ, թե համաձայն չեք։ Հիմա մենք դուրները չենք գալիս, մենք ենք իրենց համար խնդիր ստեղծում։ Վաղը չեմ սեր երաշխավորված չեք, որ դուք այդ նաև կենցաղային հարցերով ուղղակի խնդիր չեք ստեղծի իրենց համար ու նորմալ է, որ ձեր անձնական կյանքը, ձեր երեխաների դեմքը, ձեր սրճարանում նստելը, ում հետ նստելը, ինչքան նստելը, այտենց հանրային սեփականություն դառնան, հետո դրա վրա հողում կատարեն, ինչ է նշանակում քաղաքացու մեքենայի մեջ տեղադրել սարք, ձայնագրել, հետո դա բանով տարածել, այդ կայքերով տարածել, որ հանցանք չի բանան, ուղղակի վարկաբեկել քաղաքացուն։ Այս էլի եմ կրկնում, երբ որ բոլշևիզմի բողոքում են, ու մեղադրում են մարդկանց, այս 37 թիվը չի հիշեցնում, բոլշևիզմը չի հիշեցնում։ Երեսպաշտության, ասենք, ասենք Էվերեստն է, երբ որ ասում են, որ գիտեք ինչ, մենք չենք թիրախավորում, կամ մենք այդ ֆեյքերի ֆաբրիկաները չունենք, կամ մենք այդ պոակները չունենք, ախր ամեն ինչ ավելի քան
պարզ է, որ պետական բյուջեն, ռեսուրսը, հերոս հարկատուների գումարները օգտագործվում են այդ իրենք ունեն այդ այսպես ասած այդ պողակները եւ համակարգողներին էլ գիտենք, կազմակերպիչներին էլ գիտենք, բոլորը ախր իրենք էլ չեն թաքցնում այդ ամեն ինչը, այնց չի որ բան է էլի, էդի չկա։ Հիմա պետական բյուջեն, պետական ռեսուրսը, այդ որ պարտքը ավելացնում են 14 միլիարդից ավել, այդ գումարները որտեղ է գնում։ Իհարկե նման կեղծիք եւ սուտ տարածելով, այս մեկը ագենտ է, դրա համար պատասխան չեն տալիս, այս մեկը, չգիտեմ, 5-րդ շարասյուն է, այս ինչ ասես որ չեն ասում։ Ինչ ասես որ չեն ասում։ Եվ պարզ է, չէ՞ որ որտեղից է գալի, ակունքները որտեղից է։ Այդ ավելի քան պարզ է, որտեղից է գալիս, ով է սրա հեղինակը, ինչ նպատակներ ունի։ Կառավարության ղեկավարի համապատասխան տեղը տեղավորվելով չի, էլի։ Կյանք կա, ապրել կա եւ ամեն մարդ պետք է իր խղճով, իր համոզմունքներով առաջնորդվի, դա ամենակարևոր բանն է։ Պատերազմի մեկնարկին Տարոն Չախոյանը սոցցանցերում կռիվ էր տալիս ոչ թե հակառակորդի, այլ Քոչարյանի դեմ։ Թե ինչ էր հրամցնում հանրությանը, թարմացնենք հիշողությունը։ Մինչև պատերազմը տարածում էր Արցախ ու առաջնագիծ տարած ուտելիքների նկարները։ Հուլիսյան մարտերից հետո գովերքում էր հրամանատար Փաշինյանին ու շնորհավորում մարտական մկրտությունը։ Իգիտություն բադերի, ղազերի, իր խոսքով մանր ու միջին եղջերավորների պնդում էր, թե մարտական ցանկացած գործողության ու դրա հետևանքների պատասխանատվությունը կրում է քաղաքական իշխանությունը։ Բուն պատերազմի օրերին մեզ մոլորեցնում էր, թե հաղթելու ենք, մերոնք մաշում ու տաշում են, մերոնք ադրբեջանցիներին մի լավ մռմռացրել են, մերոնք ջարդել են, բարի գալուց դժոխք։ Պատերազմի 25 օրվա մեջ թշնամուն չի հաջողվել ոչ մի լուրջ արդյունք գրանցել։ Նոյեմբերի 3-ին նույնիսկ գրում էր, թե թշնամուն չի հաջողվել ոչ մի հաջողության հասնել։ Կիսվում էր գրառումներով, որ Թուրքիան տերորիստներ է ուղարկում Արցախ, հրահրում է եւ այլն, հակառակվելով ներկայիս Փաշինյանին։ Հիմա Փաշինյանի թիրախում ոչ թե թուրքերն են, այլ եկեղեցին, կաթողիկոսը, Արարատը, նախկինները, Սամվել Կարապետյանը։ Մշտապես լինելու եմ Հայաստանի կողքին, հայ ժողովրդի կողքին եւ հայ առաքելոց եկեղեցու կողքին։ Ռուսաստանի քաղաքացին փորձում է խառնվել Հայաստանի ներքաղաքական կյանքին։ Նույն Տարոն Չախոյանը ստատուսներ էր ձոնում Սամվել Կարապետյանին, երբ վերջինս միլիոններ էր տալիս հայրենիքին։ Այդ ժամանակ նա բարեգործ ու բարերար էր, թե իր, թե շեֆի համար։ Եթե հայկական կապիտալը հայրենիք չունի, ինչու են Սամվել Կարապետյանը եւ Ռուբեն Վարդանյանը միլիոնավոր դոլարներ ներդրում Հայաստանի Հանրապետությունում։ Ես ուզում եմ մենք անուն առանուն այդ մարդկանց հիշենք, որ ասենք նույնիսկ կապ չունի աշխարհայացքային, քաղաքական երբեմն ինչ հարաբերություններ կան, մենք գնահատում ենք Հայաստանում եւ Արցախում քարը քարի վրա դնելու ամեն մի գործունեությունը եւ ես ուզում եմ, որ մենք բուրըն ծափերով ողջունենք բոլոր այն մարդկանց, ով իրենց հայրենիքում մի դրամի ներդրում են։ Ես շատ մեծ հարգանքով եմ վերաբերվում բոլոր այն մարդկանց, ովքեր լուրջ ներդրումներ են անում Հայաստանում, նոր մտածողություն են բերում եւ նաեւ քննադատաբար են վերաբերվում կառավարությանը։ Ես վարչապետ ընտրվելուց հետո կառավարությունում ընդունել եմ պարոն Կարապետյանին։ Նեղացած չէ իշխանապողությունից, այս process-ից։ Մենք խոսել ենք եւ ինքը ասել է, որ մտադիր է լիարժեք շարունակել տնտեսական գործունեությունը Հայաստանում եւ ես էլ ասել եմ, որ ողջունում եմ այդ մտադրությունը։ Սա 2018-ին էր։ Հիմա իրավիճակ է փոխվել։ Ներդրումներն ուրացել են, բարեգործությունը մոռացել։ Շեֆն արդեն դեմ է ու Տարոն Չախոյանը գործի է անցել։ Հեծի զուգարանները թշնամու ռազմավարական օբյեկտները չեն, որ տարածեն ու փող ստանան։ Բայց եթե թշնամուն թողած հեծից եք խոսում, մեկ-մեկ հիշեք Փաշինյանի խոստումները։ Ոչ մեկը չի մտածում հոսանքի գների չեսնելու մասին։ Էլեկտրական էներգիայի գները Հայաստանում
պետք է առնվազն 20%-ով իջնեն, առնվազն 20%-ով։ Ռիփսիմե Ջեբեջյան, Տարոն Ղանդիլյան, Տրիբյունայեմ։